Ողջույն բոլորին, US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ և առաջարկում եմ ամփոփել օրը միասին։ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունը այսօր սկսել է ընդունել 2025 թվականի հարկային հայտարարագրերը։ IRS-ի տվյալներով էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտարարագրերի դեպքում հարկային վերադարձը սովորաբար կատարվում է մինչև 21 օրվա ընթացքում։ Սա նշանակում է, որ օրինակ հունվարի 27-ին ներկայացված հայտարարագրերի դեպքում վերադարձը հնարավոր է ստանալ մինչև փետրվարի 17-ը, եթե որևէ խնդիր չառաջանա։ Թղթային հայտարարագրերի մշակումը կարող է տևել զգալիորեն ավելի երկար, քանի որ դրանք մշակվում են ձեռքով։ Այդ դեպքում վերադարձի կարգավիճակը կարող է երևալ համակարգում միայն մոտ 4 շաբաթ անց։ IRS-ը հայտնել է, որ աստիճանաբար դադարեցնում է թղթային չեկերով վերադարձները։ Հարկատուներից մեծ մասը պարտավոր է տրամադրել բանկային հաշվի տվյալներ վերադարձը ուղղակի փոխանցման միջոցով ստանալու համար։ IRS-ի փոխանցման մասին ծանուցումից հետո գումարը կարող է բանկային հաշվին հայտնվել մինչև աշխատանքային 5 օրվա ընթացքում։ Earned Income Tax Credit-ը կամ Additional Child Tax Credit-ը հարկատուների վերադարձները մի փոքր կարող է ուշացնել, որովհետև օրենքի համաձայն IRS-ը պարտավոր է այդ հայտարարագրերը պահել ավելի երկար, հնարավոր խարդախությունները ստուգելու նպատակով։ Այս խմբի հարկատուները մինչև մարտի սկիզբ վերադարձը չեն ստանալու։ Հարկային վերադարձի կարգավիճակը հնարավոր է նաև ստուգել IRS-ի Where is my refund գործիքի միջոցով։ 2024 թվականի միջին հարկային վերադարձը, եթե կազմել է մոտ $3200, 2025 թվականին կանխատեսվում է, որ այն կարող է աճել մոտավորապես մինչև $4200։ Ավելի բարձր վերադարձ կարող են ստանալ տարեցները նոր $6000 զեղչի շնորհիվ, ինչպես նաև տան սեփականատերերը ընդլայնված $40000 պետական և տեղական հարկերի զեղչի հաշվին։ Միացյալ Նահանգների մեծ մասում բնակիչները հերթական գիշերն են անցկացնում սառնամանիքի և հոսանքազրկման պայմաններում։ Իշխանությունների տվյալներով ուժեղ ցրտի և եղանակային ծանր պայմանների պատճառով տարբեր նահանգներում արձանագրվել է առնվազն արդեն 30 մահ։ Ավելի քան 30 սանտիմետր ձյունը շուրջ 2100 կմ երկարությամբ գոտում Արկանսասից մինչև Նյու Ինգլենդ կաթվածահար է արել երթևեկությունը, չեղարկվել են հազարավոր չվերթներ, փակվել են դպրոցներ։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով Փիթսբուրգից հյուսիս որոշ շրջաններում ձյան շերտը հասել է մինչև 60 սանտիմետրի, իսկ քամու հետ միասին զգացվող ջերմաստիճանը նվազել է մինչև -31 աստիճան Ցելսիուսի։ Երկրի տարածքի մոտ 2/3-ում պահպանվում է ծայրահեղ ցուրտը։ Չի բացառում, որ այս շաբաթվա վերջին արևելյան ափին կրկին նոր փոթորիկ գրանցվի։ Այսօր երեկոյան ամբողջ երկրում արդեն իսկ գրանցված է 560 000 հոսանքազրկում, օդային երթևեկությունը նույնպես լրջորեն խաթարվել է։ Ամբողջ երկրում այսօր ավելի քան 12 000 չվերթ ուշացել կամ չեղարկվել է։ Սպիտակ տանն այսօր կայացել է մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտի ասուլիսը, սակայն վերջինս հարցերի չի պատասխանել և հնչեցրել է միայն հայտարարություններ։ Լևիտն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է վերահսկում ձմեռային ուժգին փոթորիկի հետևանքների հաղթահարման գործընթացը և մշտական կապի մեջ է FEMA-ի ու արտակարգ ծառայությունների հետ։ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ նախագահը 24 ժամվա ընթացքում հաստատել է դաշնային արտակարգ դրության 12 հայտարարություն Արկանսասում, Ջորջիայում, Ինդիանայում, Քենթաքիում, Լուիզիանայում, Մերիլենդում, Միսիսիպիում, հյուսիսային և հարավային Կարոլինաներում, Թենեսիում, Վիրջինիայում և Արևմտյան Վիրջինիայում։ Դա նահանգներին թույլ է տալիս օգտվել դաշնային ռեսուրսներից արագ վերականգնելու էլեկտրամատակարարումը, ճանապարհները բացելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Լևիտն անդրադարձել է նաև Մինեսոտայում տեղի ունեցած կրակոցին և դրան հաջորդած բախումներին։ Խոսնակը նշել է, որ նախագահ Թրամփը չի ցանկանում, որ որևէ ամերիկացի վնասվի կամ զոհվի, լինի դա քաղաքացի թե իրավապահ։ Կրակոցի դեպքը քննվում է FBI-ի և Ներքին անվտանգության նախարարության կողմից, իսկ սահմանապահ ծառայությունն իրականացնում է ներքին քննություն։ Սակայն վարչակազմը ամբողջ պատասխանատվությունը դնում է Մինեսոտայի դեմոկրատ ղեկավարության վրա, պնդելով, որ նահանգապետ Թիմ Վոլթսը և Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը խոչընդոտում են այս աշխատանքը, ինչը խրախուսում է իրավապահների դեմ ուղղված գործողություններ։ Լևիթը հայտարարել է, որ նախագահ Թրամփը խոսել է նահանգապետ Վոլթսի հետ և ներկայացրել 3 պահանջ։ Առաջին՝ բանտերում գտնվող հանցագործ ապօրինի ներգաղթյալների փոխանցում դաշնային իշխանություններին։ Երկրորդ՝ տեղական ոստիկանության կողմից ձերբակալված բոլոր ապօրինի ներգաղթյալների հանձնում այսին։ Եվ երրորդ՝ դաշնային իրավապահների հետ լիարժեք համագործակցություն, հատկապես հանցագործների ձերբակալման հարցում։ Լևիթը շեշտել է, որ եթե այս քայլերը իրականացվեն, CBP-ն և ICE-ը Մինեսոտայում այլևս
չի լինի։ Սպիտակ տունը վերահաստատել է, որ նախագահը լիովին վստահում է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին, իսկ սահմանային հարցերով պատասխանատու Թոմ Հոմանը ուղարկվել է Մինեսոտա իրավիճակը տեղում կարգավորելու եւ համագործակցությունը վերականգնելու համար։ Ասուլիսի ավարտի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ նախագահ Թրամփը վաղը կմեկնի Այովա տնտեսության եւ կյանքի թանկացման թեմայով ելույթ ունենալու, ինչպես նաեւ նշել է, որ Գազայում պահվող վերջին իսրայելցի պատանդի մարմնի վերադարձը կարևոր արտաքին քաղաքական ձեռքբերում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ ԱՄՆ սահմանապահ ծառայության բարձրաստիճան հրամանատար Գրեգ Բոբինոն եւ մի շարք գործակալներ կարող են լքել Մինեապոլիսը արդեն վաղը։ Տեղեկությունը հրապարակվել է անանունության պայմանով, քանի որ աղբյուրը լիազորված չէ հրապարակային մեկնաբանությունների։ Բոբինոն վերջին շաբաթներին եղել է Թրամփի վարչակազմի ներգաղթային կոշտ գործողությունների առանցքային դեմքերից մեկը, ղեկավարելով լայնածավալ դաշտային գործողություններ մի շարք քաղաքներում, այդ թվում Լոս Անջելեսում, Չիկագոյում, Շարլոթում եւ Մինեապոլիսում։ Նրա հնարավոր հեռանալը դիտարկվում է որպես դաշտային իրավապահների դիրքորոշման զգալի փոփոխություն, հատկապես 37-ամյա վերակենդանացման բաժանմունքի բուժակ Ալեքս Պրետի մահվանից հետո։ Միաժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը Մինեսոտա է ուղարկել ներգաղթի հարցերով պատասխանատու Թոմ Հոմանին, ով ըստ Սպիտակ տան հայտարարության դառնալու է գործողությունների հիմնական համակարգողը տեղում եւ զեկուցելու է անմիջապես նախագահին։ Այս պահին ավելի ու ավելի շատ օրենսդիրներ են պահանջում անկախ հետաքննություն, քանի որ հրապարակված տեսանյութերը ըստ նրանց հակասում են պաշտոնական վարկածին։ Հետաքննության կոչերով են հանդես եկել նաեւ առնվազն հանրապետական 5 օրենսդիր։ Թոմ Հոմանի մասին 64-ամյա Թոմ Հոմանը ներգաղթային իրավապահ համակարգում աշխատում է շուրջ 40 տարի։ Կարիերան սկսել է 1984 թվականին որպես սահմանապահ ծառայության աշխատակից, իսկ 2003 թվականին անցել է ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայություն, որը ստեղծվել է ներքին անվտանգության նախարարության կազմում, դա այսն է։ Օբամայի վարչակազմի տարիներին Հոմանը ղեկավարել է այս արտաքսման եւ կատարման ստորաբաժանումը, զբաղվելով արտաքսման որոշումներ ունեցող անձանց հայտնաբերմամբ եւ երկրից հեռացմամբ։ 2015 թվականին Օբամայի վարչակազմը արդյունավետ աշխատանքի համար նրան շնորհել է նախագահական բարձր պարգև։ Հոմանը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում օրինական կարգավիճակ չունեցող ցանկացած անձ պետք է մտահոգված լինի արտաքսման վտանգով անկախ քրեական անցյալից։ Հոմանը նաև հայտարարել է, որ աշխատանքի վայրերում իրականացվող ներգաղթային գործողությունները անհրաժեշտ են եւ խոստացել է ղեկավարել երկրի պատմության ամենամեծ արտաքսման գործընթացը։ 24 թվականին Հոմանը հայտնվել էր կաշառքի հետ կապված քննության կենտրոնում, երբ հաղորդվեց, որ նա ընդունել է $50,000 քողարկված գործարարների կողմից, որոնք իրականում եղել են ՀԴԲ, նույն ինքը FBI գործակալներ։ Սակայն հետաքննությունը փակվել է Թրամփի վարչակազմի արդարադատության նախարարության կողմից, իսկ Սպիտակ տունը լիովին պաշտպանել է Հոմանին մեղադրանքները որակելով քաղաքական դրդապատճառներով սադրանք։ Իսրայելը հայտարարել է, որ Գազայում պահվող վերջին պատանդի ոստիկան Ռան Գավիլի աճյունը հայտնաբերվել եւ վերադարձվել է։ Այս քայլը կարող է ճանապարհ բացել Ռաֆայի անցակետի սահմանափակ վերաբացման համար, որը Գազայի ավերված տարածքի հիմնական ելքն է դեպի արտաքին աշխարհ։ Իսրայելի բանակը հրապարակել է տեսանյութ, որտեղ զինվորները Գավիլի աճյունի մոտ երգում են պետական հիմնը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն Քնեսետում հայտարարել է, որ Գազայում այլևս պատանդներ չկան, Գավիլիին անվանելով հերոս։ Աճյունի վերադարձը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված Գազայի պատերազմի ավարտի ծրագրի առաջին փուլի առանցքային պայմաններից մեկի լիարժեք կատարումն է։ Սակայն ծրագրի մյուս պարտավորությունները դեռևս չեն իրականացվել եւ առկա են լուրջ տարաձայնություններ հաջորդ քայլերի շուրջ։ Թրամփի վարչակազմն արդեն հայտարարել է ծրագրի հաջորդ փուլի մեկնարկի մասին, որը նախատեսում է Գազայի վերակառուցում եւ ապա ռազմականացում։ Համասի խոսնակ Հազիմ Քարիմը հայտարարության մեջ նշել է, որ Գավիլիի աճյունի հայտնաբերումը հաստատում է խմբավորման հանձնառությունը ծրագրին։ Միացյալ Նահանգների 2026 թվականի ազգային պաշտպանության ռազմավարության առանցքային ուղերձն է, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության համար եւ այլևս չսպասի անսահմանափակ ամերիկյան աջակցության։ Փաստաթղթում ընդգծվում է, որ միջազգային հարաբերություններում առկա է խորացող ճեղքում, իսկ գլոբալ անվտանգության համակարգը արագ է փոփոխվում։ Վաշինգտոնը բացահայտ նշում է, Եվրոպայի անվտանգությունը պետք է առաջին հերթին ապահովվի եվրոպացիների կողմից։ Այս ուղերձը հնչել է նաև Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի ելույթի ընթացքում Եվրոպական խորհրդարանում, որտեղ նա հայտարարել է, որ այն ժամանակները, երբ Միացյալ Նահանգները կրում էր Եվրոպայի անվտանգության հիմնական բեռը, ավարտվել են։ Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն մնում է Եվրոպայի անվտանգության ողնաշարը, սակայն Եվրամիության երկրները պետք է արագացնեն պաշտպանական ներդրումները, զարգացնեն սեփական ռազմաարդյունաբերական կարողությունները եւ խորացնեն ՆԱՏՕ-ԵՄ հարաբերությունները։
Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է, որ ռազմական աջակցությունը շարունակվում է, սակայն Եվրոպան պետք է պատրաստ լինի ավելի մեծ դեր ստանձնել, հատկապես եթե Միացյալ Նահանգներն իր ուշադրությունը ավելի շատ ուղղի Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Ելույթում հատուկ ուշադրություն է դարձվել նաև Արկտիկայի անվտանգությանը, որտեղ ըստ Ռյուտեի աճում է Ռուսաստանի և Չինաստանի ակտիվությունը։ ՆԱՏՕ-ն նախատեսում է ուժեղացնել իր ներկայությունն այդ տարածաշրջանում, կանխելու ռազմաքաղաքական և տնտեսական սպառնալիքները։ Միևնույն ժամանակ Ռյուտեն կտրուկ է արձագանքել այն տեսակետներին, թե Եվրոպան կարող է ինքնուրույն պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների, հայտարարելով, որ նման մոտեցումը անհեռատես է ու վտանգավոր։ Մարզաքաղաքական այսպես մեկ լուրի մասին FIFA-ի նախկին նախագահ Սեփ Բլատերը աջակցել է Միացյալ Նահանգներում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների նկատմամբ երկրպագուների հնարավոր բոյկոտին, քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի վարքագիծը երկրի ներսում և արտաքին քաղաքականությունում։ Բլատերը միացել է միջազգային ֆուտբոլային մի շարք գործիչների, որոնք կասկածի տակ են դնում Միացյալ Նահանգների որպես աշխարհի առաջնության հյուրընկալ երկրի համապատասխանություն։ Նա իր դիրքորոշումը հայտնել է X սոցիալական հարթակում, աջակցելով շվեյցարական Der Band թերթի տված հարցազրույցում Մարկ Փիթիի հայտարարություններին։ Փիթին շվեյցարացի փաստաբան է և հակակոռուպցիոն փորձագետ, որը նախկինում ղեկավարել է FIFA-ի բարեփոխումների անկախ վերահսկողության կոմիտե։ Հարցազրույցում նա նշել է, որ երկրպագուներին խորհուրդ է տրվում չմեկնել Միացյալ Նահանգներ, քանի որ իր խոսքով իշխանությունների հետ խնդիրների դեպքում նրանք կարող են անմիջապես արտաքսվել երկրից։ Բլատերը, որը FIFA-ն ղեկավարել է 98-ից 2015 թվականները և պաշտոնից հեռացել է կոռուպցիոն հետաքննության ֆոնին, գրառման մեջ գրել է, որ Մարկ Փիթին իրավացի է, կասկածի տակ դնելով այս աշխարհի առաջնության անցկացումը Միացյալ Նահանգներում։ Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում այս տարի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Օկե Գյոթլիխը նույնպես հայտարարել է, որ ժամանակն է լրջորեն քննարկել աշխարհի առաջնության բոյկոտը։ Վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմի հայտարարած ճանապարհորդական սահմանափակումները մի շարք երկրների երկրպագուներին կզրկեն խաղերին մարզադաշտից հետևելու հնարավորությունից։ Եվ վերջին լուրը ամբողջությամբ արդեն մարզական, Միացյալ Նահանգների օլիմպիական հավաքականը հրապարակել է Միլան Կորտինա 2026-ի կազմը, որը ներառում է 232 մարզիկ։ Ցուցակում են նաև լեգենդար դահուկորդ Լինսի Վոնը, ինչպես նաև բոբսլեյիստներ Քեյլի Համֆրիսը և Էլանա Մայերս Թեյլորը, որոնք կմասնակցեն իրենց 5-րդ օլիմպիական խաղերին։ ԱՄՆ հավաքականում 5-րդ օլիմպիական մասնակցությունն են գրանցելու նաև հոկեյիստ Հիլարի Նայթը, գեղասահորդ Էվան Բեյթսը, սնոուբորդիստներ Ֆեյ Թելենը և Նիկ Բաումգարտները։ Էլանա Մայերս Թեյլորը գլխավորում է 33 մեդալակիրներից կազմված խումբը։ Նրա ակտիվում կա 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ, մինչդեռ Քեյլի Համֆրիսը նվաճել է 3 ոսկե մեդալ։ Միքայելա Շիֆրինը և Քլոե Քիմը ունեն օլիմպիական երկուական ոսկե մեդալ։ Հավաքականը բաղկացած է 117 տղամարդուց և 115 կանացից։ Մասնակիցների տարիքային միջակայքը լայն է, ամենաերիտասարդը 15 տարեկան է, իսկ ամենատարեսը 54։ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը նախատեսված է փետրվարի 6-ին Միլանում, իսկ մրցումները մեկնարկելու են փետրվարի 4-ից։ Միլանը կհյուրընկալի հոկեյը, գեղասահքը և արագասահքը, իսկ Կորտինան լեռնային և այլ գոտիները, դահուկային մարզաձևերը, սնոուբորդը, բիաթլոնը, սահնակային մարզաձևը և նոր օլիմպիական մարզաձևը լեռնային սկի ալպինիզմը։ Այսօրվա համար էլ նախատեսել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։